Գույների սիմֆոնիա, արվեստի ցուցադրությունը նորովի, կենդանացած կտավներով։ Վիրտուալ ճամփորդություն է, վրձնի մետրերի, Վան Գոգի և Գուստավ Կլիմտի կտավներն են։ Հայաստանի նկարիչների միությունում մինչև օգոստոսի 19 հնարավորություն կունենաք դիտելու և վայելելու աշխարհահռչակ արվեստագետների մուլտիմեդիա ցուցահանդեսը։ Ավելի քան 300 կտավ է ցուցադրվում անիմացիոն ձևաչափով։ Համաշխարհային պրոյեկտը շուրջ 6 տարի մեծ հաջողությամբ շրջել է Ռուսաստանում և Եվրոպայի մի շարք քաղաքներում։ Այժմ այն վայելելու հնարավորությունը հայ արվեստասերներինն է։ Համաշխարհային պրոյեկտ է, կա եվրոպական քաղաքներում, մենք համագործակցության արդյունքում վերել ենք Հայաստան հայ հանդիսատեսի համար հայերեն խոսքով, որը կրթական է, որը շատ հետաքրքիր է, որը մարդուն ամբողջությամբ կլանում է իր մեջ։ Ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն նրանց ստեղծագործությունները, այլև կտավների կյանքի ընթացքը, նաև կերպարվեստի լեգենդների կենսագրության ամենահետաքրքիր դրվագները։ Լավ առիթ ունեն Վան Գոգի և Կլիմտի հետ ծանոթանալու և նրանց արվեստի մասին որոշ մանրամասներ իմանալու, ինչը շատ կարևոր է, թե որքան պրոֆեսիոնալ, որքան հետաքրքիր կյանք ունեցող նկարիչներ են։ Ցուցադրությունը ոչ միայն գեղագիտական է, այլև ճանաչողական։ Բացառիկ հնարավորություն է բացահայտելու Վան Գոգի գույների հույզերն ու Կլիմտի ոսկեգույն սիմվոլիզմը։ Ամբողջը դիտել եմ, շատ հավանել եմ։ Ուրախ եմ, որ Երևանում նման ցուցահանդեսներ են կազմակերպվում։ Վան Գոգի մասին շատ բան գիտեի, իսկ Կլիմտի մասին իհարկե լսել էի, բայց քիչ իր մասին գիտեի։ Շատ հետաքրքիր էր նաև Կլիմտի մասին իմանալը։ Հնչող երաժշտությունն ու պատմությունները, հզոր վիզուալ էֆեկտները ու էկրանի վրա կենդանացած կտավները ստեղծում են անզուգական մթնոլորտ, որը կտրում է իրականությունից ու ասես տեղափոխում հեքիաթային աշխարհ։ Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաների ու դասական վարպետության միահյուսված մոլորակն է։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։